Հորիզոնի գլխավոր թողարկումն է բարև ձեզ։ Հայաստանն ու Շվեյցարիան քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայկական կողմը բարձր է գնահատել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին Շվեյցարիայի հետևողական աջակցությունը։ Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։ Կիրակի օրը ավականու արտահերթ ընտրություններ կանցկացվեն Գյումրիում և Փարաքարում։ Հավարտվել է նախընտրական քարոզչության ժամանակը։ Ըստ պաշտոնական տվյալների, Փարաքարի 16 տեղամասերում ընտրողների թիվը ավելի քան 20,900 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում ավելի քան 111,200։ Հիշեցնենք, որ Գյումրիում ավականու ընտրությունների մասնակցում է 6 կուսակցություն և 3 դաշինք, Փարաքարում 3 կուսակցություն և 1 դաշինք։ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ քվեարկության օրը ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը եւ այլ հարցեր։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Գյումրու եւ Վաղարշապատի ստորաբաժանումները Կիրակի օրը աշխատելու են առավոտյան ժամը 8-ից 20-ը։ Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են։ Ջեյդի Վենսը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը լավատեսորեն է տրամադրված ընդհանուր ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացի հարցում։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ, եթե երկրի իշխանությունները համաձայնության չկան Վաշինգտոնի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իրանը բարձր տեղ է զբաղեցնում իմ այն ցուցակում, որին ես ուշադրությամբ հետևում եմ։ Ինչպես գիտեք, վերջերս նրանց նամակ եմ ուղարկել եւ ասել՝ դուք պետք է ընտրություն կատարեք, կամ մենք կխոսենք, կամ շատ վատ բաներ տեղի կունենան Իրանի հետ։ Ես դա չեմ ուզում։ Իմ նախընտրությունն այն է, որ մենք աշխատենք Իրանի հետ։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատասխանել է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու Թրամփի նամակին։ Աբբաս Արաղչին հայտնել է, որ պատասխան նամակում շարադրված է Իրանի տեսակետն ընթացիկ իրավիճակի եւ Միացյալ Նահանգների նախագահի նամակում առկա թեզերի վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ Իրանի քաղաքականությունն է վարել անուղղակի բանակցություններ, քանի դեռ երկիրը գտնվում է առավելագույն ճնշման եւ ռազմական սպառնալիքի տակ։ Սպիտակ տան առաջնորդն անդրադարձել է նաև Գրենլանդիային, կրկին նշելով, որ այն անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին միջազգային անվտանգային խաղաղության ապահովման համար։ Նա հավելել է, որ այդ տարածքում կան չինական եւ ռուսական նավեր, որոնց մասին հոգ տանելը Վաշինգտոնը չի կարող թողնել ոչ Դանիային, ոչ էլ որևէ մեկին։ Մյանմարում տեղի ունեցած 7.7 եւ 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Ավելի քան 2300 մարդ վիրավորվել է։ 68 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Մասնագետների կանխատեսումներով զոհերի եւ վիրավորների թիվը դեռ կավելանա, իսկ կորուստները կարող են գերազանցել երկրի տարեկան տնտեսական արդյունքը։ Տեղի բնակիչները հայտնել են, որ հեռախոսագծերը խափանվել են, իսկ էլեկտրամատակարարումը շատ վայրերում անջատվել է։ Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։ Ականատեսների վկայությամբ փլուզվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վարչական շինություններ, հիվանդանոցներ, վնասվել ճանապարհներ, կամուրջներ։ Ցնցումները զգացվել են նաև Թայլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում եւ Չինաստանում։ Թայլանդում, որտեղ 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է շենքերը եւ տապալել մայրաքաղաք Բանգկոկում կառուցվող երկնաքերը, առնվազն 9 մարդ է զոհվել, 30-ը մնացել են փլատակներում, եւս 49 մարդ անհետ կորել է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցական ուղերձ է եղել Մյանմարում եւ Թայլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ Գերատեսչության X միկրոբլոգում մասնավորապես նշվում է. Ցնցված ենք սարսափելի երկրաշարժի մասին լուրերից, որ տեղի ունեցել Մյանմարում, Թայլանդում եւ հարևան երկրներում, որի հետևանքով այդքան շատ զոհեր կան։ Մեր աղոթքները բոլոր տուժածների հետ են, մաղթում ենք այս աղետի հետևանքների շուտապույտ հաղթահարում։ Արտգործնախարարությունից հայտնել են նաև, որ Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի շրջանում Հայաստանի քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ Հարավային Կորեայում ազրևները եւ եղանակային բարենպաստ պայմանները նպաստել են երկրում անտառային հրդեհները վերահսկողության տակ վերցնելուն։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել է շուրջ 80 ուղղաթիռ։ Հարավարևելյան շրջաններում գրեթե մեկ շաբաթ մոլեկնող հրդեհները խլել են 28 մարդու կյանք, ավելի քան 30,000 մարդ տարհանվել է, այրվել է ավելի քան 45,000 հեկտար տարածք։ Հայաստանի արտգործնախարարությունը X միկրոբլոգում իր խորհրդակցությունն է հայտնել Հարավային Կորեային, ցավակցելով զոհերի ընտանիքներին եւ շուտապույտ ապաքինում ցանկանալով վիրավորներին։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։
Հայաստանում է Rotary International միջազգային կազմակերպության նախագահ Ստեֆանի Յուրչիկը, ում գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր առավոտյան կազմակերպության նախագահը ակումբի անդամների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի շատակին, նաև ընկերության անունից ծառ տնկել հուշահամալիրում։ Rotary International-ը ակումբներին չի թելադրում, թե ինչ անել։ Մենք պարզապես աջակցում ենք, խրախուսում եւ ոգեշնչում, որպեսզի նրանք իրենց համայնքներում հրաշքներ գործեն։ Մենք ունենք 7 հիմնական ուղղություն, բայց յուրաքանչյուր ակումբ իր համայնքում դիտարկում է, թե ինչն է անհրաժեշտ բարելավել։ Որոշ ծրագրեր վերաբերում են առողջությանը, հիվանդությունների կանխարգելմանը եւ բուժմանը, մաքուր ջրին եւ սանիտարական մաքրմանը, խաղաղության ամրապնդմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, մայրերի եւ երեխաների առողջությանը եւ սնուցմանը։ Ամեն ինչ կախված է տվյալ տարածաշրջանի կարիքներից։ Մեր ամենավերջին կամ նորագույն ուղղություններից մեկը շրջակա միջավայրի պահպանությունն է։ Այսպիսով Rotary ակումբները ողջ աշխարհում փնտրում են ուղիներ էներգիան եւ ջուրը խնայելու, ինչպես նաեւ շրջակա միջավայրը բարելավելու համար, ծառեր տնկելով։ Ուստի սա շատ համապատասխան վայր է Rotary International-ի ներկայացված լինելու համար, որն էլ համընկավ Հայաստան իմ այցի հետ։ Պատիվ է ինձ համար լինել այս հատուկ արարողության մասը։ Սա հավանաբար մեր համար շատ հայերիս համար շատ նշանակալի վայր է եւ նա առիթ ունեցավ ծանոթանալու մեր հայկական պատմությանը։ Rotary արժեքները դա մեր համամարտկային եւ ազգային մեր արժեքներն են։ Ունենալ սեփական պատմություն եւ հաղորդակցվել բնականաբար դա արժեքային համակարգի մի մասն է։ Հայաստանում Rotary-ի նկատմամբ մեծ նվիրվածություն կա։ Ներկայումս Հայաստանում գործում է Rotary 9 ակումբ։ Ես շատ կցանկանայի, որ ավելի շատ ակումբներ ստեղծվեին, քանի որ այստեղ մեծ ներուժ կա։ Հայաստանը հիասքանչ երկիր է ջերմ մարդկանցով։ Ինչպես աշխարհի շատ այլ վայրերում, այստեղ նույնպես դեռ կան կարիքներ։ Ուստի ես կցանկանայի տեսնել ավելի շատ Rotary ակումբներ, ինչպես նաև Rotarect ակումբներ, որոնք Rotary-ի երիտասարդական տարբերակն են։ Կայացել է հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը։ Լավագույնը ճանաչված ծրագրերը հնարավորություն կունենան մասնակցելու Միացյալ Նահանգների միջազգային գիտական ու ճարտարագիտական տոնավաճառին, նաև երիտասարդ գիտնականների համար Եվրամիության մրցույթին։ 250 աշակերտ եւ 94 նորարարական նախագիծ էր այս տարի ներկայացվել մաթեմատիկա ծրագրավորում, ֆիզիկա, աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն եւ սոցիալական գիտությունների անվանակարգերում։ Գյումրիից 5-րդ դասարանի աշակերտները նախագծի համար ուսումնասիրել էին Գյումրիի օդի աղտոտվածության խնդիրը։ Հարցին, թե ինչու հենց այս խնդիրը հետաքրքրեց նրանց, աշակերտներից մեկը պատասխանեց, որ չափազանց կարեւոր է իր հարազատ քաղաքի մաքուր օդը։ Մենք առաջին անգամ քարտեզագրել ենք Գյումրի քաղաքի օդի աղտոտվածության քարտեզը օգտվելով կից տեխնոլոգիաներին։ Օգտագործել ենք շարժական սենսորներ, որովհետեւ ստեղծել ներկա պահի գտնվող տվյալները։ Այս հանդուկ ուշադրություն ենք դարձել տոմիկային հատվածների ջերմության սարքերի վրա։ Տոմիկային հատվածները համարվում են ամենալուրջ աղտոտիչներից մեկը։ Մեր աշխատանքի ժամանակ կատարել ենք հետազոտություններ, հետազոտության ժամանակ կատարել ենք չափումներ, որովհետեւ շատ խիստ արդիական է եւ մնացում է մեր առողջությունը։ Կարող է ալերգիկ ազդեցություններ թողալ շնչառության վրա։ Նախագծերից մեկը Վիկիպեդիայում ապատեղեկատվությունը կրճատելու խնդրի մասին էր, որն էլ հետազոտել էին 6-րդ դասարանի աշակերտները։ Մեր թիմն ուսումնասիրել է Վիկիպեդիան որպես ոչ հավասար տեղեկատվության աղբյուր, կենտրոնանալով կեղծ հոդվածների վրա, որոնք երկար ժամանակ մնացել են չբացահայտված։ Վիկիպեդիան կարող է նրանց շարունակել կեղծ ապատեղեկատվություններ, որոնք կարող են տարիներ շարունակ մնալ Վիկիպեդիայում։ Օրինակ Ամանդա Մաքսրոզի գերաճոխակի կեղծ համբավ է։ Վիկիպեդիայում նշվում էր, որ նա եղել է իր ժամանակների ամենավաճառվող գրողներից, բայց իրականում նրա գրքերը մնում էին աննկատ։ Այս տեղեկությունը Վիկիպեդիայում մնում էր տարիներ շարունակ, մինչ ի վերջո չբացահայտվեց, որ այդպիսի բան գոյություն չի ունեցել։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով այս տարի փառատոնը գրավել է ավելի մեծ թվով աշակերտների, ինչը վկայում է գիտության հանդեպ նրանց աճող հետաքրքրության մասին։ Փառատոնի ավարտին լինում են նաեւ հաղթող նախագծեր, իսկ ովքեր եւ ինչ չափորոշիչներով են ընտրում հաղթողներին, նախարարի տեղակալը նշեց։ Պատահական չի, որ այս նախագիծը իրականացվում է բարձրագույն կրթության գիտության կոմիտեի կողմից, որովհետև թեև դպրոցական ոլորտը համակարգվում է հանրակրթության կողմից, բայց այնուամենայնիվ, որպեսզի մենք խթանենք սովորողների այս գիտականությամբ զբաղվելու, գիտական փոքր հետազոտություններ կատարելու հնարավորությունները, ստեղծվում է հանձնաժողով, որը գնահատում է ներկայացված նախագծերը եւ դրանց հիման վրա արդեն որոշում են, թե որ նախագծերն են առավել հետաքրքիր, առավել նորարար, առավել ինքնուրույն, մի շարք չափանիշներ կան, որոնց համապատասխան որոշվում է։ Հաղթողներին որոշող հանձնաժողովի ժյուրիից Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Գոռ Մարգարյանն արդեն առանձնացրել էր մի քանի նախագիծ։ Իսկ ընդհանուր ծրագրից խոսելիս նա նշեց, որ կարևոր չի թե քանի նախագիծ է ներկայացված, այլ կարևոր է որակը, ինչն էլ երևում է շատ նախագծերում։ Կարևոր է տեսնել կողքից ոչ միայն ժյուրիի աչքով, այլ որպես հայ մարդ երեխաների ներգրավվածությունը, հետաքրքրվածությունը գիտական process-ներում, գիտության նկատմամբ իրենց ունեցած հետաքրքրության աճի տեսանկյունից։ Ուշագրավ է, որ 6-րդ, 7-րդ դասարանի դպրոցականների կողմից առաջ է քաշվել ընդգծված, մշակված մեթոդոլոգիայով, մեթոդաբանությամբ այնպիսի հրաշալի ծրագիր է առաջ քաշված, որ ուղղակի ես ինքս զարմացած էի։ Նախարարի տեղակալի խոսքով էլ կարևոր է այն, որ նախագծի ավարտից հետո աշակերտները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային փառատոններին եւ ծանոթանալու այլ երկրների փորձին։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Հանրապետության տարածքում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, որոշ շրջաններում նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանձնեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից 30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-ից 4 աստիճանով։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը կարճատև դադար, որից հետո մենք վերադառնանք այլ տեղեկատվությամբ։ Եթերում հեռանկարն է։ Ճիշտ 120 տարի է անցել այն օրից, երբ ստեղծվեց միջազգային մասշտաբի ամենահայտնի հասարակական կազմակերպություններից մեկը՝ Ռոթարին։ Ինչու ստեղծվեց այն։ Միավորելու ամենատարբեր ոլորտների առաջատարների հնարավորությունները, փորձելով շարժիչ ուժ դառնալ փոփոխությունների եւ նորարարությունների համար։ Այժմ Ռոթարի ակումբներ կան աշխարհի տարբեր երկրներում։ 90-ականներին այս շարժմանը միացավ նաև Հայաստանը։ Այս օրերին Հայաստանում է Rotary International միջազգային կազմակերպության ղեկավար Ստեֆանի Յուրչիկը։ Նա այժմ մեր տաղավարում է։ Thank you very much, Mrs. Յուրչիկ։ Շնորհակալություն Տիկին Յուրչիկ, բարի գալուս Շանթ հեռուստաընկերություն։ Եկեք սկսենք ձեր այցի նպատակից։ Որն է այն։ Դե ամեն տարի, երբ ռոտացիոն կարգով նոր նախագահը ստանձնում է պաշտոնը, նա հետևում է թե ամբողջ աշխարհում ինչ է տեղի ունենում ռոտարիականների հետ։ Մենք աշխատում ենք տեղի ռոտարիականների հետ պլանավորելու այցելությունները։ Բանն այն է, որ մեր աշխատանքի թիվ 1 նպատակն է առաջ մղել եւ ոգեշնչել նրանց։ Այսպիսով նպատակն է տեսնել, թե ինչ է տեղի ունենում ռոտարիում եւ հանդիպել ռոտարի ընտանիքի անդամներին։ Շատ լավ, սա առաջին այցն է Հայաստան։ Ինչ կուզենայիք իմանալ։ Դե ինձ ամենից շատ հետաքրքրում է այն, թե ինչպես են ռոտարի ակումբները զբաղվում այն խնդիրներով, որոնց դեմ պայքարում են ամբողջ աշխարհում։ Մենք ունենք ավելի քան 46000 ակումբ։ Արդյոք նրանք նույնն են անում։ Այդ ակումբներն ուսումնասիրում են համայնքները եւ ասում, թե ինչը կարող են բարելավել։ Այսպիսով նախագծերի բազմազանությունը կախված է յուրաքանչյուր առանձին համայնքից։ Ես գիտեմ Հայաստանի իշխանությունների հետ ձեր հանդիպումների մասին։ Ինչ հարցեր են օրակարգում։
Շատ լավ, մեր առաջնահերթություններից մեկը մեր կազմակերպության անդամների քանակի ավելացումն է։ Մենք Rotary-ին համարում ենք ծառայություններ մատուցող ամենահզոր կառույցն աշխարհում, բայց օրինակ մեր սերնդի ռոտարիականները միշտ չէ, որ այստեղ են լինելու։ Ուստի մենք ցանկանում ենք համոզվել, որ կան երիտասարդ պրոֆեսիոնալներ։ Օրինակ, մենք ունենք 18-ից 30 տարեկան անհատների հատուկ խումբ, որը Rotary ենք անվանում։ Մենք ուզում ենք ամրացնել այս խումբը, որպեսզի երբ մենք այլևս չլինենք, Rotary-ի լավ աշխատանքը շարունակվի։ When we're no longer here, the good work of Rotary continues. Rotary International-ի նպատակը մարդկանց համախմբելն է, հանուն այն ծրագրերի, որոնք կյանքեր են փոխում։ Ես որքան գիտեմ, Հայաստանում շատ ծրագրեր եք իրականացնում։ Ինչպես եք գնահատում դրանց ազդեցությունը։ What is your assessment of the impact of these projects? Well, assessing impact really Ազդեցիկության գնահատումը պետք է մշտապես լինի ուշադրության կենտրոնում։ Ազդեցիկ նշանակություն ունենալը մեր առաջնահերթություններից է։ Որքան մեծ է ազդեցությունը, այնքան այն մեծ նշանակություն կունենա մեզ համար ամբողջ աշխարհում։ Մենք մշտապես հիշեցնում ենք Rotary ակումբներին գնահատել, թե օրինակ ինչից սկսել, ինչպես այն ավելի լավը դարձնել, ապա չափել, թե արդյոք ազդեցություն ունեցել ես, թե ոչ։ See where you start with an area, then do what you're going to do to make it better, and then measure it to see if you've had an impact. What are the directions of this? Որոնք են ուղղությունները։ Մեր կիզակետում 7 ոլորտ կա։ Շատ բան կախված է համայնքներից։ Օրինակ, որոշ ծրագրեր կարող են վերաբերել կրթությանը, որոշները հիվանդությունների կանխարգելմանը եւ բուժմանը, ջրային ոլորտին ու սանիտարական մաքրմանը, խաղաղության կառուցմանը, համայնքներին ու տնտեսական զարգացմանը։ Իսկապես շրջանակը մեծ է։ Peace building, community and economic development, so it really varies across a broad spectrum. Now in Armenia peace building Հայաստանում այժմ խաղաղության կառուցումը առաջնային պլանում է։ Ինչպիսի կարծիք ունեք այս մասին։ It's a top priority for Rotary as well because we're an organization. Դա Rotary-ի համար առաջնահերթություն է, քանի որ կազմակերպությունը հիմնված է աշխարհընկալման ու խաղաղության գաղափարների վրա։ Խաղաղությանը մենք այլ կերպ ենք վերաբերվում։ Օրինակ, մենք չենք կարող դադարեցնել պատերազմները, չենք կարող բանակցել գերիների ազատ արձակման համար, բայց կարող ենք ներգրավելով համայնքներում ու հասարակության մեջ ամեն ինչ անել, որ խաղաղությունը բարգավաճի։ Ուստի երբ օրինակ մարդիկ քաղցած են, մենք սնունդ ենք հասցնում, երբ ջրի կարիք ունեն, մենք մաքուր ջրի հասանելիություն ենք ապահովում։ Եթե դպրոցում խնդիր կա, մենք օրինակ ծրագիր ենք անում, այլ կերպ ասած անում ենք ամեն ինչ, որը օգնի խաղաղ միջավայրի զարգացմանը։ If schools need help with anti-bullying, we go in and provide programs. So everything we do helps to create an environment where peace can flourish. And now Armenia is seeking for new opportunities. Հայաստանը տարբեր հնարավորություններ ու համագործակցություններ է փնտրում։ Նոր համագործակցությունների ինչ պոտենցիալ կա։ Ինչ ուղղություններ եք դիտարկում։ What directions do you envision? Yeah. Well, Rotary has a vision. Rotary-ն մի տեսլական ունի, որը սկսվում է միասին բառից։ Մենք ինքներս կարող ենք շատ բաներ անել, բայց երբ գործընկեր ենք այլ կազմակերպությունների, հիմնադրամների, կառավարությունների հետ, ապա մենք կարող ենք միասին անել լավագույնը։ Միասին մենք կարող ենք ավելին։ Կարծեմ Մայր Թերեզան է ասել, որ ինքս կարող եմ անել որոշ բաներ, բայց երբ աշխատում եմ ուրիշների հետ, ավելին կարող եմ անել։ Սա է մեր փիլիսոփայությունը։ Myself, I can do some things, but when I work with others, I can do so much more. Yes. And that's our philosophy. And now there are many challenges in the world. Այժմ աշխարհը փոխվում է, բախվում է մի շարք մարտահրավերների։ Ինչպես կարող է Rotary-ի փորձը օգնել հաղթահարել դրանք։ Experience of Rotary helps to overcome these challenges and mitigate the challenges. By doing what we do best, and that's addressing. Շարունակելով անել այն, ինչ ամենալավն ենք անում, դրանով արձագանքելով այն ամենին, ինչ անհրաժեշտ է համայնքներին։ Գիտես, մեր առաջնահերթությունն այն է, որ մենք կարողանում ենք մոբիլիզացնել մարդկանց, քանի որ շատ ռոթարիականներ ունենք։ Մոտ 200 երկրներում ավելի քան 1.2 միլիոն ռոթարիականներ։ Ուստի երբ ուշադրության արժանի հարցեր կան, շատ հեշտ է Rotary-ի համար միավորել ակումբները այդ խնդրի վրա աշխատելու համար։ Clubs and districts together so that they can work on something that is an issue. This year you are celebrating one. Դուք այս տարի նշում եք Rotary ակումբի ստեղծման 120-ամյակը։ Որոնք են այն կարևոր նվաճումները, որ ունեցել եք։ Our biggest project in our corporate structure is. Մեր ամենամեծ ծրագիրն առնչվում էր պոլիոմելիթի վերացմանը։ Դրա վրա աշխատում ենք 80-ականներից։ Որոշ մարդիկ ասում են, որ դա երկար ժամանակ է։ Երբ մենք սկսեցինք, պոլիոմելիտը տարածված էր 125 երկրներում, այժմ ընդամենը 2։ Այսպիսով մենք առաջընթաց ենք գրանցել։ Այս տարվա հունվարի 1-ից ընդամենը 12 դեպք է գրանցվել, անցյալ տարվա 400-ից 500-ից այսպիսի նվազում է գրանցվել։ Այդպիսով մենք շատ մեծ առաջընթաց ենք գրանցել պոլիոմելիթի քանակի նվազեցման ու վերացման հարցում։ Դա մեր եւ մեր գործընկերների պատմության բաղկացուցիչ մասն է։ People come to Rotary for different reasons.
Ռոթարի ասելով մարդիկ նկատի են ունենում կապեր, համագործակցություններ, հաղորդակցություն, բայց ո՞րն է անհատի դերը այս գործընթացում։ Մարդիկ Ռոթերի են գալիս տարբեր նպատակներով։ Ի վերջո մնում են իրենց ծառայության համար, բայց երբեմն նրանց գրավում է ընկերակցությունը, ընկերությունը։ Երբեմն նրանք ակնկալում են պրոֆեսիոնալ զարգացում, քանի որ Ռոթերիում դու կարող ես դա անել։ Դու կարող ես սովորել նախագծերի կառավարման, հանրային խոսքի, լիդերության առանձնահատկությունները։ Երբեմն նրանք բիզնեսի կապեր են ուզում, քանի որ շատ ռոթարիականներ բիզնեսի սեփականատերեր կամ մասնակիցներ են։ Բացի դրանից, Ռոթերին լավ կապերի ստեղծման վայր է։ Օրինակ, իմ պարագայում այսպես էր։ Ես Ռոթերին չեմ միացել ծառայության բերումով, պարզապես փնտրում էի ընկերակցություն։ Շատ ժամանակ ունեի, իսկ Ռոթերիում ծառայություն է, որն ինձ այնտեղ պահում է արդեն 34 տարի։ Based on your experience, what is the key factor for the success? The key factor is having the heart and hands for service. If that is something that a person has Ձեր փորձի հիման վրա կարող եք ասել, թե որն է հաջողության ամենակարևոր գործոնը։ integrity, diversity, service, then there's a place for them in Rotary. Գլխավոր գործոնը ծառայության համար սիրտ ու աշխատող ձեռք ունենալն է։ Դա այն է, ինչ մարդն ունի եւ իհարկե եթե հավատում է մեր արժեքներին՝ բարեկամություն, առաջնորդություն, ազնվություն, բազմազանություն։ Ամենակարևոր բանն այն է, որ մենք շարունակում ենք զարգանալ։ Գիտեք, երբ Ռոթերին ստեղծվեց, այնտեղ կանայք չկային, բայց հիմա կան։ Երբ Ռոթերին սկսեց իր աշխատանքը, բոլոր ակումբները նույն բանն էին անում, հավաքվում էին ամիսը 4 անգամ, հետևորդներ ընտրում։ Դրանում սխալ բան չկա, բայց այժմ մարդիկ այլ կյանք օրակարգեր ունեն։ Ուստի այժմ հավաքույթների այլ մոդելներ ունենք։ Այժմ տարբեր ձևեր կան, որոնցով մարդիկ կարող են ներգրավել աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ You are the second woman as a president. Yes, I am. So, what is the key factor? What is the main important thing in Ես որքան գիտեմ, դուք Ռոթարիի պատմության մեջ երկրորդ կին նախագահն եք։ Ինչ մարտահրավերներ եք նկատում։ Ինչն է կարևոր ուժեղ առաջնորդության Well, համար։ there are several questions in your question there. Let me address the first one. You know, I am not the president of Rotary because I'm a woman. I'm the president of Rotary because I had the best qualifications and I believe leadership. Գիտեք, ես նախագահ եմ ոչ այն պատճառով, որ կին եմ։ Ես Ռոթարիի նախագահն եմ, քանի որ լավ որակներ ունեմ եւ հավատում եմ, որ առաջնորդությունը հետեւյալի մասին է՝ լինել լավագույն անհատը լավագույն ժամանակում։ Սրանով հանդերձ մենք հասկանում ենք նաեւ, որ շատ կանանց համար կարող ենք նաեւ օրինակ լինել, որոնք կարող են ասել, եթե նա կարողացել է, ես էլ կկարողանամ եւ պետք է փորձեմ։ Հետեւաբար կարծում եմ կարեւոր է հասկանալ, որ ես հարգում եմ կնոջ դերը, բայց հարգում եմ նաեւ Ռոթարիի նախագահի դերը։ Սա կարևոր պաշտոն է։ Well, mostly that if people do not know Rotary, they need to understand that we are Եվ վերջին հարցը, ինչ ուղերձ կուզենայիք թողնել։ if they do have that profile of having the heart and hands. Եթե մարդիկ չգիտեն Ռոթերիի մասին, նրանք պետք է հասկանան, որ մենք տարբերվում ենք։ Եվ եթե նրանք ծառայություն մատուցելու սիրտ ունեն, ես նրանց կառաջարկեի դիտարկել Ռոթերիի որևէ նախագծի կամ որևէ հանդիպմանը մասնակցելու գաղափարը, հասկանալու համար, թե արդյոք դա իրենց տեղն է։ Նրանք կարող են օգնել փոխել աշխարհը։ Thank you for inviting me. Շնորհակալություն, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Rotary International միջազգային կազմակերպության ղեկավար։ Շատ շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար։